Ուզում եմ շնորհակալություն հայտնեմ, որ մեր հրատապասուլիսին ներկայացել եք, եկել եք, հիշեցնեմ, որ ասուլիսը պայմանավորված է առաջին հերթին Նարեկի առողջական վիճակով, որը հանրությանը հրատապ ներկայացնելու անհրաժեշտություն է առաջացել, երեկվանից մենք դրա մասին արդեն խոսում ենք ավելի մանրամասն, հիշեցնեմ, որ արդեն 9-րդ օրն է Նարեկը գտնվում է հացադուլի մեջ, ես եւ իմ գործընկեր Աստղիկ Մաթեոսյանը, հատկապես Աստղիկը, որ գրեթե ամեն օր, նույնիսկ գրեթե բառը չասեմ, ամեն օր Նարեկին այցելում է, օպերատիվ նաև կարող է տեղեկանալ իրավիճակի մասին եւ տեղեկացնել իրավիճակի մասին ձեզ, եւ ես եւս որոշակի բարբերականությամբ այցելում եմ եւ մենք երեկվանից արդեն առողջական վիճակի մասին ենք խոսում։ Ես կուզեի հիշեցնել, որ ուղիղ 1 ամիս առաջ մենք նույնպես ասուլիսի էինք, նաև Արսեն Բաբայանն էր, Լուսինե Առաքելյանն էր, իդեպ Արսենը հրատապ զբաղվածության պատճառով չկարողացավ այսօր գալ եւ մենք պատրաստվում ենք նաև խոսել գործի ընթացքից, ես շատ կարճ ինքս կներկայացնեմ եւ այն ժամանակ մենք բովանդակային առումով ներկայացրեցինք գործի ողջ անհետեցությունը այն գործի, որի հիման վրա Նարեկը եւ Վազգենը անազատության մեջ են, որի պատճառով Նարեկը հայտարարել է հացադուլ, անժամկետ հացադուլ։ Եվ այսպես կարճ գործի մասին եմ ուզում խոսել, այս պահի ընթացքի մասին, մենք հունվարի 9-ին ունեցանք առաջին դատական նիստը, այդ օրը արդեն իսկ մենք ստացել էինք վերաքննիչ դատարանի, Նարեկի մասով վերաքննիչ դատարանի որոշումը առաջին կալանքի վերաբերյալ Մասիս Մելքոնյանի, դատավոր Մասիս Մելքոնյանի կողմից որոշված, ճիշտ է, որոշումը օրենքով սահմանված ժամկետում ավելի շուտ պետք է մենք ստանայինք, բայց դատարանը ծանրաբեռնվածության պատճառով հետաձգեց եւ այդ ընթացքում գործը մտավ դատարան, որի հետևանքով դատարանի հետևությունները այլևս ըստ նախադեպի, որի հետ մենք կտրականապես համաձայն չենք, բայց ամեն դեպքում նախադեպը գործում է վճռաբեկ դատարանի վերաքննիչ դատարանը նշեց, որ ինքը այլևս չի կարող փոխել Նարեկ Սամսոնյանի խափանման միջոցը, քանի որ արդեն գործը թևակողել է հաջորդ վարույթ, այսինքն միջդատական վարույթից կամ նախաքննությունից դատաքննություն եւ դրա հետ մեկտեղ նաեւ արձանագրեց հստակ Նարեկ Սամսոնյանի իրավունքների խախտում, արձանագրեց, որ Նարեկ Սամսոնյանի նկատմամբ դեռևս նոյեմբերի 14-ին, այսինքն ձերբակալման իսկ օրը, հաջորդ օրը, երբ կայացվել է որոշում, այն եղել է նրա իրավունքների խախտմամբ եւ այդ օրը պետք է նշանակվեր ոչ թե բանտային, այլ տնային կալանք, որի հետ էլի մենք համաձայն չենք, մենք կարծում ենք առհասարակ այստեղ հանցանք չկա եւ առհասարակ որևէ խափանման միջոց պետք է չլիներ, բայց այնուհանդերձ վերաքննիչ դատարանը արձանագրել էր Նարեկ Սամսոնյանի իրավունքների խախտումը։ Եվ այս պայմաններում մենք ունենք վստահություն, որտեղ հակառակ պրակտիկա ուղղակի գոյություն չունի, որ Արաչեհատյանի դատարանը չի կարող ուղղակի շարունակել բանտային կալանքը։ Չի լինում այդպես։ Երբ որ իրավունքի խախտում է արձանագրված լինում, ուղղակի այդպես չի լինում։ Այն դեպքում, երբ որ նոր հանգամանքներ ուղղակի հայտ չէին եկել եւ իրականում չէին կարող հայտ գալ։ Հրապարակային դատական նիստ էր, բոլորը ովքեր որ ցանկանան կարող են տեսնել դատախազի ելույթը, այն բացառապես վերաբերում էր այն նույն հանգամանքներին, որոնք որ նախապես ներկայացվել են, իհարկե ռիսկերը նաև նվազել են նախաքննությունից դատաքննություն տեղափոխվելու արդյունքում, բայց մեր համար անսպասելիորեն կայացվեց բանտային կալանքը 3 ամսով երկարաձգելու մասին որոշում եւ Նարեկ Սամսոնյանը տեղում հայտարարեց հացադուլի մասին։ Ուզում եմ հերթական անգամ, գուցե ավելորդ անգամ նշել, որ այդ որոշումը ոչ թե եղել է հախուռն եւ այդ պահին կայացված, այլ նախապես կայացված որոշում է եղել, գիտակցված որոշում է եղել, Նարեկ Սամսոնյանը որոշել է այս ծայրահեղ միջոցի դիմել, նաև հաշվի առնելով գործի աբսուրդայնության գերագույն աստիճանը։ Այդ մասով մենք ամբողջովին կիսում ենք, որ մենք գործ ունենք աբսուրդայնության գերագույն աստիճան ունեցող գործի հետ, որի պայմաններում Նարեկ Սամսոնյանին նկատմամբ կիրառվել է ամենածայրահեղ խափանման միջոցը, նա էլ դիմել է ամենածայրահեղ բողոքի գործողության։ Այսքանը գործի հետ կապված մենք ստացանք դատարանի որոշումը, դատարանը իր որոշման մեջ շեշտադրել էր հանցանք կատարելու ռիսկը, սակայն
դատողություններ էր արել, որոնք որ հենց հակառակի մասին են վկայում։ Մասնավորապես նշել էր, որ հաշվի է առնվում նախորդ փորձը, այնինչ նախորդ փորձը հաշվի առնելով լրիվ հակառակ որոշումը պետք է կայացվեր, որտեղ նախորդ փորձը բացառապես վերաբերում է նրան, որ նույնա ոչ թե նույնանման, այլ մոտ հատուկ եմ ուզում նշել, որտեղ հայհոյանք այս դեպքում ընդհանրապես չկա։ Հետույք բարի համար են մարդուն դատում։ Նախորդ վարույթով նրա նկատմամբ կիրառվել էր վարչական հսկողություն, արգելվել էր որոշակի խոսքի ազատության որոշակի դրսևորումներ եւ որևէ խախտում թույլ չէր տրվել։ Բայց եթե այդպես է նախորդ փորձը հաշվի առնելով, ինչու նույնը չի կատարվում։ Ինչևէ, իրավական մասով ասել, որ մենք բողոքարկելու ենք այս բոլոր որոշումները, բայց այստեղ հրատապությունը դրանով չի պայմանավորված, սա ուղղակի որպես նախաբան կարող եմ ասել։ Հրատապությունը պայմանավորված է առողջական վիճակով եւ ես հիմա ձայն եք փոխանցեմ Աստղիկին, Աստղիկը կներկայացնի առաջին դեմքով Նարեկի խոսքը այս հարցի հետ կապված, որից հետո արդեն մենք մեր դատողությունները կանենք եւ կնշենք թե ինչ ենք պատրաստվում անել եւ իհարկե կպատասխանենք ձեր հարցերին։